դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում, ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով։ Իհարկե, այստեղ նաև պետք է ես ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք եւ ենք ակնկալում, քան ունենք։ Եվ այստեղ հարցը իսկ ինչու մենք այս ուղղություններով, ընդ որում ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև ենթադրում եմ որոշ հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չենք գնում։ Սա այստեղ են դեպքն է, որ ես այո, էլի ուղիղ եւ առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ եւ շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ։ Երկար տարիներ Հայաստանում ձևավորված համակարգված մաֆիայի դեմ։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ այս բանը, որ մենք ապօրինի գույքով այսքան ենք վերադարձրել եւ ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս։ Շատ, բայց նրանցից ոչ մեկ իր ծրագրում չի ասում, որ այս ապօրինի գույքը կգամ ավելի լավ կվերադարձնեմ։ Ընդհակառ միակ ուժը Հայաստանի Հանրապետությունում, որ շարունակում է սկզբունքային մնալ այս կետի վրա, այդ մենք ենք։ Ուրիշներն ասում են, այդ էր խոսացի կանցավ գնաց, բայց այդ իրանք են, ում մասին մենք խոսացինք, նրանք իրանց դեմ արվող գործողության ոչ էֆեկտիվությունը փորձում են օգտագործել մեր դեմ, ասելու վայ, այդ տեսակ ասեցին չեն անում, բայց նրանցից ոչ մեկը չի ասում ես կգամ կանեմ։ Նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, եւ մենք ենք միակ քաղաքական ուժը, որ միջև որևէ շեղում չի եղել այս քաղաքական ուղեգծից, երկրորդն էլ մենք միակ ուժն ենք, որ հետևականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում։ Ոչ միայն շարունակում ենք պահել, այլև այս տարբերակ չկա։ Ինչպես ասել եմ, շարունակում եմ ասել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հաջողություններ, քան տեղավորվում այս ենթավերնագրի ներքո։ Նույն հեծի պատմությունը։ Հեծը ամենամեծ ապօրինի ձևով, ծիծաղելի ձևով, ընդ որում այս են դեպքն է, որ քաղաքացիական շարժումները օգտագործելով ծխածածկույթի ներքո սղացրել են, մենք հիմա վերադարձրել ենք, դե ֆակտո, դե յուրե էլ կվերադարձնենք։ Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է։ Հայաստանի Հանրապետություն, եւ էլ չեմ ասում, հələ զուգահեռ մենք ինչ ենք բացահայտել։ Բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք հեծը տիրապետեր են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսանք գողանալիս են եղել։ Տասնյակ տարիներով մեզնից այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ոնց օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։ Այդ որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով է կարա դուք միլիարդ մեզնից եւ չգիտեմ ելումից։ Եվ չնայած 2024 թվականին նրանք այդ բազաները ամբողջությամբ ջնջել են, բայց նաև ես հույս ունեմ, որ մեր իրավապահները քրեական գործով քննությամբ դա կկարողանան ապացուցել։ Մենք որոշակի օպերատիվ տեղեկություններով միայն 3 բաներում ոնց էր կոչվում, մասնաճյուղերում վերլուծություն են իրականացվել, իրանց ոնց են կոչվում, տենց իրանց մասնաճյուղներն 8 մասնաճյուղից 3-ում արած վստահ չեմ ինչա, մենակ այդ 3 տեղամասում հիմնավորվում է մոտավորապես միլիարդների, ասենք եթե հիշողությունից չի դամացում 6 միլիարդ դրամի հոսանքի հավելագրում եւ ում վրա զորամաս, մանկապարտեզ, պետական հիմնարկ, հիվանդանոց,
Ու այդ մարդիկ եկել են ինչ-որ բաների մասին են խոսում։ Զորամաս,